գործերին շատ միամիտ բաներ են ասում կամ ծիծաղելի բաներ են ասում, իհարկե դրա մեջ ճշմարտություն կա, բայց կա նաև մի ուրիշ ճշմարտություն, կարող մտավորականները պես մի դիպուկ բան ասեն, որ ոչ մի քաղաքական գործիչի մտքով չանցնի, էլի զուտ սենց իներցիայով կամ իր ներքին ուղումով, այնպես որ երբ որ այսօր մտավորականներս հավաքվել ենք, այդ նույն կարգավիճակով է։ Ամեն մեկս ունենք մեր, ճիշտ է մենք քաղաքականության մեջ չենք, բայց նաև քաղաքականության մեջ ենք, ապրում ենք այս նույն իրավիճակով։ Տեսեք, բոլորս մտահոգված ենք, չէ՞, բոլորս ենք, և վերնախավը, և երիտասարդությունը, և ժողովուրդը, որ անկում գիշերներ է անցկացնում այնտեղ։ Իմ կարծիքով ես առավոտյան լսեցի, որ ես Նիկոլ Փաշինյանի շատ հարգում եմ, շատ լավ մտավորական է, շատ խելոք մարդ է, շատ լավ գրագետ գրագրող է, բայց նրան նեղացել է և ասում է այլևս ես ընդեղ չեմ գնա։ Զարմանալի բան է, ինչից ես նեղանում, եթե դու համոզված ես, որ դու գնացել ես որպես միջնորդ ժողովրդի և ոստիկանության միջև կանգնես, որպեսզի արյուն չթափվի, որպեսզի զոհեր չլինեն, ինչից ես նեղանում։ Բա ինչ ես կարծում։ Ես անձամբ լսեցի, որ ես չեմ գնա այլևս, որովհետև ինձ մեղադրում են, որ ես իբր թե սասնածռեր ջոգատի գաղափարախոսն եմ, մոտավորապես այսպիսի բանով էր։ Ասես ես տես չկա, ես խնդրել եմ նախ ինքը պնդել է, որ ինքը միջնորդ չի, երկրորդը ինքը ասում է, որ իր ասես որ ես իմ կուսակցության բանով եմ գնացել, իր կուսակցության գաղափարախոսությունը, ինչքան ես հասկացել, չի համակի մնալ են չէ, ոչ թե ուզում են, դա իմ ընդհանրությամբ չէ, ինձ հետաքրքրում է, էլի քաղաքական գործիչը, պատգամավորը այդքան շուտ ինչից ես նեղանում, ումից ես նեղանում, կամ ասում ես այլևս իրար չեմ գնա, մի խոսքով էլի, ես ինչի ես մեջերգուն արեցի, որ մենք ամենքս պատասխանատու ենք ամեն ինչի համար, այնտեղ ինչ է լինի պատասխանատու ենք, և այն մտայնությունը, որ սա ահաբեկիչներին, ես շատ մտավորականների լեզվից լսում եմ, որ էլ ահաբեկչություն, էլ զինված խմբավորում և այլ, ես կարծում եմ, որ այս տղաները շատ հայրենասեր տղաներ էին, դեռ 90-ական թվականներին, երբ որ ես Մարտունու շրջենտրոնում Մոնտեի քանդակի վրա աշխատում էի, այդ նույն տղաները Պավլիկը, այնտեղ կան, ես անուններով չեմ կարող հիշել, միշտ գալիս էին ինձ, ոգևորում էին, խրախուսում էին, մեր ողքին գրադ էր փայթում, ուզում ասեմ, ու տենց չի, նրանք են խաղաղություն ուզում, նրանք են ազատություն ուզում, բայց միակողմանի մոտենալ այդ հարցին չի կարելի։ Ես կարծում եմ, տեսեք, երեք ինչ-որ բանակցությունն է եղել, ինչի կարելի է, ինչպես Օսկանյանն ասեց, ինչի կարելի է Թուրքի հետ նստել բանակցել, ադրբեջանցու հետ այլանդակ Ալիևի հետ նստել բանակցել, այս հայրենասեր տղաների հետ չկարելի բանակցել։ Չէ՞ որ այս տղաներն էլ ինչ-որ բաներ ունեն, չէ, մեկնաբանություններ ունեն, ինչ-որ ցանկություններ ունեն։ Երեք Շարմազավին հարցնում են ժուրնալիստները, թե լավ, խաղաղ բանակցություն, շատ լավ է, շատ գովելի է, իսկ ինչ թեմայով առաջադրված պահանջներ, ասում է չէ, դրա ժամանակը չի, բայց հարցը առաջանում է, դեպքում ինչ թեմայով բանակցել։ Այսինքն տղաներին ստիպեն, որպեսզի հրաժարվեն իրենց այդ մտադրությունից։ Ես կարծում եմ, դա իմ հանձնական կարծիքն է, ամենալավ բանալձևը կրնի, Սեֆերյանին ազատ արձակեն, դանոց դեպուս մի պահանջ կատարած կլեն, որտեղ իրոք սաղացես դա, մենակ ինչի պայդեսին Սեֆերյանին, ինչ է այրեց հետո։ Մի հատ ատրեշանակումն են, իրանք են տվել, որպես գնդի հրամանտար, որպես երոս, անունով, ազգանունով, համարակալատ և այլ ամեն ինչով օրինական։ Սեֆերյանին ազատ են և Սեֆերյան և գա նստի այդ խմբի հետ և ոչ նստան խոսեն, դու ինչ ես ուզում, ես ինչ եմ ուզում։ Սա նշանակում է, որ նախադեպ է ստեղծում, այսպիսի քայլերից հետո միշտ գնալ, եթե նախադեպը ով է ստեղծում, հիմա երկրի իրավիճակն է տենց, նոր չստեղծվեց, արդեն տարիներ շարունակ նույն բանն է, չէ՞, մոռացել են, որ ընտրություններով կամ բանակցություններով հարց չի լուծում, դուք կարծում եք այս տղաներին շատ հաճելի է, իմ կարծիքով դա հոգու ճիչ էր, այսինքն չգիտեն անորոշության մի բացահայտում ավելի ինչ անեն լավ, ոնց անեն, որ իրանց ձայնը լսելի լինի, սա է խնդիրը, դա իմ կարծիքն է։